Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես ճիշտն ասած ձեր եւ դաշնակցության խոսակցության մեջ չեմ ուզում ավելի խորամուխ լինել, որովհետեւ ես կարծում եմ չկա կարիք ապացուցելու, որ դաշնակցությունը առանձնապես զգայուն չէ Հայաստանի սահմանադրության նկատմամբ, դաշնակցությունը չի երթվել պաշտպանել Հայաստանի սահմանադրական կարգը եւ օրենքները, դաշնակցությունը ամեն անգամ հակասահմանադրական արարքները արդարացնում է ազգային փրկչական օրակարգով եւ տարօրինակ է դաշնակցությունից լսել, որ իրենք ձեզ խնդրում են հարգել օրենքը այն դեպքում, երբ դրա վերաբերյալ մեծ վերապահում կա, էլի արդյոք խախտել եք դուք օրենքը թե ոչ, բայց ինձ համար այլ հարց է կարևոր, մենք ձեզ այստեղ ընտրել ենք հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ, դաշնակցություն չի ընտրել, մենք ենք ընտրել։ Մենք Տիկին Գալստյանին ընտրել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, էլի դաշնակցություն չի ընտրել, մենք ենք ընտրել։ Եվ այսօր երեք ավելի ճիշտ Տիկին Գալստյանը ասում էր, որ ձեր ներկայի դատողությունների մեջ որոշակի խնդիրներ կան, անցյալի պատմական հարցերի վերաբերյալ դատողությունների մեջ խնդիրներ չկան, ավելի կոնկրետ դրվագային այդ մասին խոսել ենք կամ գրված է զեկույցում եւ նաեւ երեք, եթե չեմ սխալվում, պարոն Թադևոս Ավետիսյանը ասաց, որ դուք իրեն մի հարցազրույցում անձնապես իրեն վիրավորել եք։ Հիմա իմ հարցը այն մասին է, որ մենք իմ զգացողությամբ ես ուզում եմ, որ այսպիսի մտավորականներ լինեն անկախ մարմիններում, բայց նաև հաշվի առնելով այս ամբողջ կոնտեքստը, ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք, որ այդ որոշումից հետո ավելի զգայուն կլինենք հրապարակային խոսակցությունների մեջ արդի քաղաքական իրողությունների մասին դատողություններ անելիս։ Միանգամայն ճիշտ եք, համաձայն եմ։ Ինչ համենայնցեպս ձեր ասածից ելնելով մի հավելում անեմ։ Ես մեր դաշնակցության ներկայացուցիչ իմ ընկերներին նախկին եւ ներկա ես պետք է ասեմ, որ դաշնակցությունը մեր այսօրվա իրավիճակում շատ մեծ դեր կարող էր խաղալ, շատ մեծ դեր։ Դա տրադիցիաներ, ավանդույթներ, գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է։ Դուք իզուր եք կարծում, թե ձեր գաղափարախոսությունների կամ հայրենասիրական էմոցիաների դեմ եմ։ Ես նորից ու նորից կրկնում եմ, դուք պետք է ադապտացվեք այսօրվա իմ կարծիքով, դաշնակցությունը պետք է ադապտացվի այսօրվա իրողություններին։ Աշխարհում ավելի վտանգավոր բան չկա ժողովուրդների, հասարակությունների համար, քան վերացական գաղափարները։ Վերացական ոչ կոնկրետ։ Ինչու՞։ Որովհետև վերացականությունը սպանում է կոնկրետությունը։ Եթե դու ուզում ես որևէ կոնկրետության դեմ պայքարել, պետք չի դրա դեմ պայքարել, դա պետք է գցել վերացականության սահմանների մեջ։ Ես այս առումով եմ, ուրեմն ուզում եմ, որ դուք ինձ ընկալեք, իսկ ձեր դիտողությանը իհարկե ես համաձայն եմ։ Ես այդպես էլ գրել եմ հանձնաժողովի իմ ուրեմն պատասխանի մեջ, որ ձեր ասածների հետ համաձայն չեմ, բայց դրանք ընդունում եմ ի գիտություն։ Արձագանք խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Հակոբ Մովսես, այսինքն պարոն Հակոբյան, ես ձեզ հետ համաձայն չեմ, որ դաշնակցությունը անելիք ունի, ես կարծում եմ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո դաշնակցությունը արխիվացված կուսակցություն է ու այլևս անելիք չունի, բայց դա իմ դատողությունն է։ Եվ ես կարծում եմ, որ մենք քաղաքական գործիչներս պետք է այդ մասին դատողություններ անենք, եւ քանի որ մեկնաբանության հարց է արդյոք դաշնակցությունը պատմական անցյալ է թե արդի իրողություն, հետևաբար երևի ձեր մեկնաբանություններն էլ հավելյալ մեկնաբանության հարց են եւ շնորհակալություն դիտարկումները ընդունելու համար։ Ես ակնկալում եմ, որ ընդհանրապես անկախ մարմինների դիտարկումներին այսպես կվերաբերվեն։ Օրինակ, երբ որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դիտարկում անի որևէ հեռուստաալիքի կապակցությամբ, հեռուստաալիքը նույնպես մոտավորապես այնպես կարձագանքի, ինչպես դուք։ Շնորհակալություն։
Շնորհակալ արձագանքելու բան ունեք, պարոն Հակոբյան, եթե ոչ, անցնենք վերջին հարցը։ Դե ամեն ինչ ասված է, շատ շնորհակալ եմ հարցերի համար, շնորհակալություն։ Չէ, մի